Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն օգոստոսի 8-ն է եւ ես Էդուարդ Այվազյանն եմ։ Այսօր շատ կարևոր օր է, 1 տարի անցավ Վաշինգտոնում ստորագրված խաղաղության հռչակագրից, ոչ խաղաղության պայմանագրից, բայց այն փաստաթղթից, որով որ խաղաղության պայմանագրին ընթացք է տրվում եւ այդ կետերը չպետք է փոփոխվեն, շատ կարևոր փաստաթուղթ է, նաեւ հաջորդ փաստաթղթով խոսքը վերաբերում է արդեն TRIP-ին եւ փաստացի մեկնարկներ տրվում TRIP ծրագրին։ Օրը իրոք շատ կարևոր է, թե Հայաստանի համար, թե Վրաստանի համար։ Վրաստանի համար նրանով է կարևոր, որ Վրաստանում այսօր սգոր է, հիշում են ռուսական օկուպացիան 18 տարի առաջ Ռուսաստանը ագրեսիա նախաձեռնեց Վրաստանի նկատմամբ, հետագայում օկուպացրեց Վրաստանի տարածքները, ճանաչելով դրանք որպես անկախ պետություն, այսօր Վրաստանի արտգործնախարարությունը շատ կարևոր հայտարարությունով է հանդես եկել, պահանջելով Ռուսաստանի Դաշնությունից վերջ տալ վրացական տարածքների օկուպացիային, բավականին հետաքրքիր կարևոր տեքստ է հրապարակել Վրաստանի արտգործնախարարությունը, պահանջում է Ռուսաստանից վերջ տալ օկուպացիային, օրվա առիթով արդեն Հայաստանի մասով Փաշինյանը հայտարարությամբ է հանդես եկել, Ադրբեջանում նույնպես հայտարարություններ են արվել, Հայաստանում ոչ միայն Փաշինյանը, այլ նաև Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռումինյանն է հայտարարությունով հանդես եկել, մենք տեսանք հայտարարություն Ֆրանսիայի արտգործնախարարությունից, տեսանք Մեծ Բրիտանիայի դեսպանատնից Ադրբեջանում հայտարարություն, Միացյալ Նահանգների դեսպանատնից, հետո տեսանք Փաշինյանի եւ Ալիևի հեռախոսազրույցը, փորձում եմ ամեն ինչ հիշել, որպեսզի բաց չթողնենք ոչինչ, Փաշինյանը ինքն էր զանգահարել Ալիևին, մանրամասն կխոսենք, թե ինչ է նշանակում դա։ Դրանից բացի այսօր շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Հայաստանում վերջապես բացվեց Nvidia-ի կողմից ստեղծված Հայաստանում արհեստական բանականության գործարանը, որի մասին շատ երկար ամիսներ է արդեն խոսում ենք եւ փաստացի 5 միլիարդ դոլարի հասնող մեծ ծրագիր է իրականացնում Nvidia ընկերությունը Հայաստանում։ Սա շատ կարևոր իրադարձություն է եւ այդտեղ նույնպես Փաշինյանը մի շարք հայտարարություններով է հանդես եկել։ Կխոսենք Իսրայելի արտգործնախարարի շնորհավորանքից Արարատ Միրզոյանին, կարծում եմ անպայման խոսելու թեմա է Կտրիչ Ներսիսյանի նկատմամբ երեկվա դատավարությունը, թե ինչ տեղի ունեցավ այդտեղ, ինչ կապիկություններ, որին որ մենք բոլորս ականատես եղանք։ Այսօր նաև տեսանյութ տարածվեց, թե ինչպես Գագիկ Ծառուկյանի փեսային ձերբակալում են իր տան մեջ, դա էլ շատ կարևոր հարց է, կարծում եմ դրա կողքով նույնպես չարժի անցնել Մեդվեդևի այսօրվա հայտարարությունը փաստացի սպառնալիք էր Հայաստանին եւ հիշեցում, որ Հայաստանը կարող է արժանանալ Վրաստանի ճակատագրին, օրն էլ երևի թե սիմվոլիկ էր ընտրել Մեդվեդևը, քանի որ իր ղեկավարման օրոք տեղի ունեցավ ագրեսիան ընդդեմ Վրաստանի եւ հիմա փաստացի Մեդվեդևը մի փոքր այլ ոճով, բայց սպառնում է Հայաստանի Հանրապետության։ Մնացած հարցերը արդեն վերաբերում են Ուկրաինային եւ Իրանին։ Անպայման բաժանորդագրվեք, սիրելի հայրենակիցներ, շատ շնորհակալ կլինեմ յուրաքանչյուր մեկին, ով որ բաժանորդագրվում է մեր հաղորդման ընթացքում, ով որ բաժանորդագրվել է, ով որ մշտապես լայքում է եւ կխնդրեի նույնպես շարունակել նման ոճով բաժանորդագրվել, լայքել եւ աջակցել այդ ձևով մեզ։ Սկսում ենք մեր հաղորդումը եւ երևի թե կարեւոր է սկսել նրանով, որ այսօր շատ կարեւոր ուղերձով հանդես եկավ Փաշինյանը եւ դա վերաբերվում էր մեկամյակին այն փաստաթղթի, որը որ ստորագրվել է անցյալ տարի Վաշինգտոնում։ Կարևոր է այն, որ Փաշինյանը հատուկ է անդրադառնում այդ փաստաթղթի մեկամյակի կապակցությամբ, հատուկ է ուղերձով հանդես գալիս, քանի որ ամբողջ աշխարհը ականատես է լինում, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության։ Նաև Հայաստանի քաղաքացիները, բայց միշտ էլ ամենտեղ բայցերը կան, երբ որ ես տեսնում եմ, որ ահա այդ ձևով վարվում են Հայաստանի իշխանությունները, ճիշտ է, մի կողմից ուրախալի է, որ խաղաղություն է հաստատվել, կարծես թե,
Եվ դա մեծ հնարավորություններ է, մեծ ներդրումներ է բերելու Հայաստանի համար կայունություն մեր տարածաշրջանին, բայց մյուս կողմին ճանաչելով Ադրբեջանը, ես շատ մեծ ինչ որ իլյուզիաներ չունեմ, համոզմունք 100%-անոց չունեմ, որ ցավոք սրտի այդ խաղաղությունը 100%-ով հարատև կլինի։ Իհարկե հույսով եմ, իհարկե ցանկանում եմ, իհարկե համոզված եմ, որ այս ճանապարհը պետք է շարունակել, բայց նաև հասկանում եմ մեկ պարզ ճշմարտություն, որ այդ խաղաղությունը բավականին փխրուն է։ Այդ խաղաղությունը բավականին փխրուն է, եւ եթե իրավիճակ փոխվի տարածաշրջանում Միացյալ Նահանգների դերակատարությունը եւ դիրքերը թուլանան, ապա վտանգները միանգամայն կմեծանան հայկական պետականության համար եւ իշխանությունների Հայաստանի այդ թեզը, որ խաղաղություն է հաստատվել, միանշանակ կշրջվի իրենց դեմ։ Այսինքն շատ ցավոք սրտի բարակ շերտի սառույցի շերտի վրայով ենք քայլում, բայց միակ ճիշտ ճանապարհը ես համոզված եմ, որ հիմա դա է։ Ինչու համար եմ ես սա ասում, քանի որ մեր հասարակությունը միշտ էլ պատրաստ պետք է լինի իրադարձությունների այլ զարգացման։ Այնպես չլինի, որ հիմա մենք խապված լինենք խաղաղությամբ եւ վաղը այլ process-ներ տեղի ունենան։ Կրկնեմ, հստակ կրկնեմ, իմ դիրքորոշումը ճիշտ ճանապարհ է սա, այլ կերպ չի կարող լինել, քանի որ անգամներով Ադրբեջանի բյուջեն, ռազմական բյուջեն ավել է Հայաստանից, անգամներով Հայաստանից ավելի շատ է զինված Ադրբեջանը, ել չեմ ասում թե որքանով Թուրքիան, ել չեմ ասում թշնամական դիրքորոշումը Ռուսաստանի Դաշնության Հայաստանի նկատմամբ։ Դրա համար միակ ճիշտ ճանապարհը, որի միջայլոց աջակցում է թե Եվրամիությունը, թե Միացյալ Նահանգները, սա է։ Կարևոր է իրոք Փաշինյանի ուղերձը այդ առումով եւ կարևոր է նաեւ հերախոսազրույցը, որը որ տեղի ունեցավ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի միջեւ։ Նախաձեռնությունը Հայաստանի վարչապետիներ պատկանում։ Մի պահ, եթե սարը ուղեղով դատենք, հասկանում ենք, որ սա նվաստացում չէր Փաշինյանի, որ ինքը զանգեց Ալիևին։ Ալիևը միգուցե իրեն լավ է զգում, որ Փաշինյանն է զանգահարել, բայց այս քայլը Փաշինյանի կողմից միանշանակ վերահաստատում է նրա, որ Հայաստանը տրամադրված է շարունակել խաղաղության գործընթացը Ադրբեջանի հետ։ Հայաստանը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի խաղաղությունը հարատև դառնա Հարավային Կովկասում։ Ստեղծվեն տնտեսական կապեր եւ եղած կոնֆլիկտը անցնի պատմության գիրկը։ Սա ուղերձեր ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ միջազգային հանրությանը։ Ամենակարևոր ուղերձը միջազգային հանրությանն էր։ Հստակ Փաշինյանը այդ զանգով ցույց է տալիս, որ Հայաստանը խաղաղության կողմնակից է։ Բնականաբար լավ է, որ հերախոսազրույցը կայացել է եւ կողմերը քննարկել են այս 1 տարվա ընթացքում, թե ինչ արվել խաղաղության համար, ինչ առաջընթացներ են ձեռնարկվել։ Ահա այս հարցը, որ քննարկել են եւ այդպիսի մամլու հաղորդագրություն կա, սա արդեն շատ պոզիտիվ քայլ է։ Կարևոր է նաեւ, որ զրույցի ընթացքում ընդգծվել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը խաղաղության օգտին շոշափելի դրսևորում է, այսինքն որքանով շարունակական լինեն տնտեսական կապերը եւ ավելի խորանան տնտեսական կապերը, դրանք միանշանակ ավելին ամրապնդելու խաղաղությունը տարածաշրջանում։ Սա նույնպես պարզ շատ տրամաբանություն է եւ հաղորդագրության մեջ նաեւ շատ հստակ նշվում է, որ Ալիևը եւ Փաշինյանը մտքեր են փոխանակել թրիփ երկաթուղու իրականացման վերաբերյալ։ Համաձայն Վաշինգտոնյան ձեռքբերված պայմանավորվածությունների։ Իմիջիայլոց այսօր այդ մասին խոսել է նաեւ Ռուբեն Ռուբինյանը, ասելով, որ Ադրբեջանի միջոցով Հայաստանը ստանալու է կապ, երկաթուղային կապ աշխարհի հետ։ Բայց այս կապը շատ կարևոր է նաեւ Թուրքիայի համար, շատ կարևոր է նաեւ Ադրբեջանի համար։ Միմյանց այդ կապը իրենց համար չափազանց կարևոր է եւ պետք է հասկանանք մեկ պարզ ճշմարտություն։ Որքանով որ մեզ համար է կարևոր թրիփը, նույնիսկ ավելի կարևոր է կարծում եմ Ադրբեջանի համար։
Մեզ համար կարևոր է նրանով, որ թրիփի միջոցով Հայաստանը դուրս է գալիս շրջափակումից։ Հայկական ապրանքները Թուրքիայով եւ Ադրբեջանով կկարողանան գնալ աշխարհի ցանկացած կետ։ Իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը իրար հետ կապ կստանան, դա եւս կա եւ դա եւս փաստ է։ Ինչը տեսնում եմ, որ շատերին է մտահոգում, բայց այլ կերպ չի կարող լինել։ Եթե քեզ տրամադրում են ճանապարհ, ապա դու ինքդ նույնպես տրամադրում ես ճանապարհ, կամ չես տրամադրում ճանապարհ եւ քեզ նույնպես չեն տրամադրում ճանապարհ։ Բայց ասեմ ավելին, եթե թրիփը չկա, չի գործում, միանշանակ խաղաղություն դժվար թե լինի տարածաշրջանում։ Նաեւ տնտեսական կապեր չեն կարող նորմալ ձևով լինել կամ աշխուժանալ տնտեսական կապերը, եթե թրիփ ծրագիրը կյանքի չի կոչվի։ Նույնիսկ եթե մենք նայենք հաղորդագրությանը, կողմերը ընդգծել են խաղաղության գործընթացի առաջ մղման եւ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, կապակցվածության եւ տնտեսական համագործակցության ապահովման ջանքերը շարունակելու կարեւորությունը։ Եվ այստեղ նույնպես հիմնական ակնարկը արվում է TRIP ծրագրին։ Դրանից բացի, ինչպես արդեն նշեցի, այսօր Հայաստանում վերջապես բացվեց Nvidia-ի կողմից արհեստական բանականության գործարանը, որի կապիտալիզացիան 5 միլիարդ դոլարի է հասնում կամ հասնելու, մանրամասների մեջ շատ չեմ խորացած, բայց շատ մեծ ծրագիր է, 5 միլիարդ դոլարի ընդհանուր արժողությամբ ծրագիր է, Հայաստանը դառնում է ամենակարևոր կենտրոններից մեկը տարածաշրջանում արհեստական բանականության համար։ Եվ այստեղ էլ շատ կարևոր հայտարարություններով հանդես եկավ բացման ժամանակ այդ ընկերության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական եւ ներդրումային միջավայրը փոխելու տեսանկյունից։ Այսինքն Փաշինյանը ասում է, որ եթե կա խաղաղություն, քո երկրում գալու են եւ հանելու են ներդրումներ աշխարհի մեծ ընկերությունները։ Իսկ եթե խաղաղություն չկա, իսկ եթե ռիսկերը մեծ են, ոչ ոք չի գալու տարածաշրջան, եւ հատկապես Հայաստան։ Մեզ համար միանշանակ Հայաստանն եւ Վրաստանն է ամենակարևորը։ Եվ Փաշինյանը հպարտորեն ասում է, որ առաջիկայում մենք կենտրոնանալու ենք մեկ այլ հսկայածավալ նախագծի վրա, TRIP ծրագրի վրա։ Եթե ասում եմ մեկ այլ, հստակ ասում է, որ այս ծրագիրը հիմա որ բացվեց արհեստական բանականության կենտրոնի տեսքով, սա առաջինն է, հաջորդը TRIP-ն է։ Դրա համար ինքը ասում է մեկ այլ հսկայածավալ նախագծի վրա, TRIP-ի վրա, որը մեկ աստիճանով բարձրացնելու է Հայաստանի կշիռը միջազգային ներդրումային քարտեզում։ Պարզ ասում է, որ TRIP-ը եթե իրագործվի կամ սկսի իրագործվել, Հայաստանի կշիռը միջազգային ներդրումային քարտեզի վրա բարձրանալու է։ Ավելի շատ ընկերություններ են գալու Հայաստան եւ ավելի մեծ ներդրումներ են անելու Հայաստանի Հանրապետության մեջ։ Եվ ամենակարևոր նախադասությունը, որը ես կարծում եմ ուղղված է հիմնականում Ռուսաստանի Դաշնության, դա այն է, որ Հայաստանի Հանրապետությունը կարեկցանքի կարիք չունի։ Ես սա ասում եմ պաշտոնապես, ասում է Փաշինյանը, Հայաստանի Հանրապետությունը գործընկերների կարիք ունի եւ Հայաստանը վստահելի գործընկեր է։ Այս նախադասությունը հիմնականում իմ համոզմամբ ուղղված է Ռուսաստանի Դաշնությանն է։ Ճիշտ է, ոչ միայն, բայց հիմնականում Ռուսաստանի Դաշնության։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ձեր թույլտվությամբ անցնենք հաջորդ հարցերին։ Ինչպես արդեն անոնսի մեջ նշեցի, Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սարը շնորհավորել է Արադ Միրզոյանին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ Հայաստանը եւ Իսրայելը կշարունակեն դիվանագիտական երկխոսությունը եւ ընթացիկ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։ Սա այն է, ինչի մասին ես բազմիցս խոսել եմ։ Իսրայելը իրոք շահագրգռված է խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները, նախկինում երբ ենք տեսնում, որ Իսրայելի արտգործնախարարը շնորհավորական ուղերձներ էր հղում եւ վերջի կարծես 2 ամիսների, բավականին 3 ամիսների ընթացքում Իսրայելի արտգործնախարարը արդեն երկրորդ ուղերձն է հղում
ուղղված Հայաստանի Հանրապետության։ Շատ եմ այս մասին խոսել, թե որքան կարևոր է դառնում Հայաստանը, ինչու է ցեղասպանության հարցը առաջ քաշում Իսրայելը եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ տեսնում եք, որ իմ ասած խոսքերը, իմ վերլուծությունները իրականություն են դառնում օրեց օր։ Բոլորս ենք ականատես լինում։ Ես ձեզ հետ միասին ականատես եմ լինում, որ մեր մտքերը ճիշտ ուղու վրա են եւ գնալով Իսրայելի համար Հայաստանի կարևորությունը միայն ու միայն ավելանալու է։ Հիմա անցնենք Հայաստանի ներքաղաքական հարցերին, բայց արագ անցնենք այդ հարցերի վրայով։ Ես երեք տեսա, թե ինչ խայտարակ կապիկություն տեղի ունեցավ Հայաստանում, խոսքը Կտրիչ Ներսիսյանի եւ մի քանի սրբազանների նկատմամբ այդ դատավարության փորձն էր եւ դատավորի որոշումը փաստացի դատավորը հրաժարվեց քննել Կտրիչ Ներսիսյանի եւ այդ եպիսկոպոսների հարցը։ Այստեղ ես իմ անձնական կարծիքը ունեմ եւ սա այն է, որ որոշ դատավորներ միանշանակ կվախենան քննել Կտրիչ Ներսիսյանի հարցը։ Ոչները կարծում են, որ կարող է անեցքի տակ ընկնեն, կարող է կանոնական ինչ որ սխալներ են գործում, ինչ որ վախ կա կամ հասարակության քննադատությունից կվախենան, մի մասն էլ կապված է Ռուսաստանի Դաշնության հետ, տարբեր օլիգարխների հետ, փողով եւ այլ ձևերով։ Մեկ բան կարող ենք արձանագրել բոլորս, որ Հայաստանի կառավարությունից ոչ ոք չի զանգահարել դատավորներին եւ չի պահանջել այս կամ այն որոշումը ընդունել Կտրիչ Ներսիսյանի նկատմամբ։ Իրականում, քանի որ այդպիսի գործ է հարուցվել Կտրիչ Ներսիսյանի նկատմամբ, ես չէի ցանկանա, որ նման բան արվեր, ինչու համար։ Սա մեր հակառակորդների ցանկությանը համարժեք քայլ էր, այսինքն հակառակորդ երբ որ ասում եմ, նրանց, ովքեր որ ուզում են հեղինակազրկել Հայաստանի իշխանություններին, եւ այդ գործընթացի մեջ ներքաշեցին փաստացի Հայաստանը եւ հիմա հատուկ հնչողություն են տալիս այդ դատական գործերին։ Հայաստանի իշխանությունները երևի չգիտակցելով մտան այս ամենի մեջ։ Մենք էլ ենք մի պահ ողջևորված, ես էլ շատ էի ողջևորված, սակայն ես կարծում եմ, որ մինչև Հայաստանում ընդդիմության հարցը, ռուսական գործակալական ընդդիմության հարցը վերջնական չլուծվեր, Կտրիչ Ներսիսյանի մասով դժվարություններ կլինեին եւ հիմա այդ դժվարություններին բախվում ենք մենք փաստացի բոլորս։ Իհարկե խայտարակ որոշում էր այդ դատավորի որոշումը, ասածս այն է, որ այս գործընթացը միանշանակ կարող է վնաս հասցնել Հայաստանի իշխանություններին եւ ի օգուտ ծառայեցվել Ռուսաստանի Դաշնության շահերի իրագործմանը։ Սուտի ազգային դրսևորումներ ունեցող անհատներ, քաղաքական գործիչներ սուտի ազգային եւ սուտի եկեղեցասեր լոզունգներով այս հարցը միանշանակ շահարկում են եւ կշահարկեն ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Սա է ամենամեծ խնդիրը եւ այստեղ պետք է շատ գրաքետ լուծում գտնենք մենք բոլորս միասին այս գործի մասով կրկնեմ։ Իմ պատկերացմամբ այդ ռուսական գործակալական ցանցի հարցերը պետք է լուծեր, հետո արդեն պետք է նոր անցնեինք եկեղեցու ներսում, ահա այդ ձևի մասին է խոսքը, գործակալական ցանցի հարցի լուծմանը։ Այսինքն հերթականությունը այստեղ մի փոքր երևի թե խախտվեց եւ դրա համար ահա այսպիսի վատ ակնկալներ մենք ունեցանք, բայց սա վերջը չէ։ Ես համոզված եմ, որ դեռ ամեն ինչ արժևում է եւ արժևում է շատ վատ իմաստով նրանց համար, ովքեր որ աշխատում են ի վնաս Հայաստանի Հանրապետությանը եւ հրահանգներ են ստանում Կրեմլից։ Եվ այսօր մենք տեսանք նաեւ այն, որ Գագիկ Ծառուկյանի փեսային ինչպես ձերբակալեցին իր տան մեջ։ Կարևոր է այստեղ նշել մեկ բան, որ այդ ձերբակալությունը, որը որ շատ հետաքրքիր ձևով նկարահանված էր, հստակ նպատակներ ունի։ Եվ ես կարծում եմ, որ հստակ այդ նպատակները, թիրախային նպատակները, որոնք որ դրել է Հայաստանի իշխանությունները, դրել են Հայաստանի իշխանությունները իրենց առջև, կարողանում են իրագործել։ Հիմնականում այս կանը այս հարցի շուրջ։ Ինչպես արդեն նշեցի, այսօր կրկին հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի նախկին նախագահ այժմյան ծաղրածու
Դիմիտրի Մեդվեդևը Հայաստանի վերաբերյալ։ Եվ որն էլ պատահական չէ, թե Թրիպի հետ, թե Թրամփի, թե Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի օրն է եւ թե Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայի օրը։ Հիշում եք 2008 թվականի օգոստոսի 8-ին Ռուսաստանը ագրեսիա իրականացրեց Վրաստանի նկատմամբ։ Եվ մինչև այսօր Վրաստանի տարածքները անօրինական ձևով օկուպացված են Ռուսաստանի կողմից եւ չնայած նրա որ Վրաստանը փորձում է շատ պրագմատիկ քաղաքականություն վարել, նույնիսկ Վրաստանը վատացրել է իր հարաբերությունները Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ ես համոզված չեմ, որ սա Ռուսաստանից գալող ինչ որ թելադրանքների ներքո է արվում, փոքր այլ է դիրքորոշում ունեմ, պատկերացում ունեմ, քանի որ այսօրվա հայտարարությունն էլ Վրաստանի արտգործ նախարարության բավականին կոշտ է եւ Ռուսաստանից հստակ պահանջում են վերջ տալ Վրաստանի տարածքների օկուպացիային, հիշեցնում եմ, որ Եվրամիության ջանքերով կնքված այդ հրադադարը պայմանավորվածությունները, որոնք որ ձեռք բերվեցին, մինչև օրս Ռուսաստանի Դաշնությունը չի իրականացնում, շարունակում է օկուպացիայի տակ պահել Վրաստանի տարածքները, ահա այս օրվա կապակցությամբ Մեդվեդևը հայտարարությամբ է հանդես եկել, այդ նույն Մեդվեդևը, որի իշխանության օրոք տեղի ունեցավ Վրաստանի տարածքների օկուպացիան, եւ հիմա ասում է, որ Հայաստանը կրկնում է նույն Վրաստանի սխալները, ուղղություն վերցնելով դեպի արևմուտք, արևմուտքի հետ միավորվելու ցանկություններով եւ ինչպես Վրաստանը, այդպես էլ Հայաստանը կխապվի եւ ինչպես որ Վրաստանին խոստացան Եվրամիության անդամակցություն, ՆԱՏՕ-ի անդամակցություն, այդպես էլ Հայաստանին կխապեն եւ Հայաստանը կհայտնվի Վրաստանի վիճակում։ Այստեղ չի ասում նա, որ ագրեսիա կիրականացնի Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունը, չնայած որ նախկինում սպառնում էր մեզ Ուկրաինայով, չի տեսնում տարբերությունը Սաակաշվիլիի ամենօրյա հայոյանքների Ռուսաստանի հասցեին եւ Փաշինյանի շատ ճկուն բարեկամական քաղաքականությանը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Հիշեցնեմ այդ ժամանակ Սաակաշվիլին կարծես թե ինքն էր սադրում Ռուսաստանի Դաշնությանը, որ ինքը հարձակվեր Վրաստանի վրա։ Ես ահա այսպես եմ տեսնում, կարող է սխալվում եմ, բայց իմ համոզմամբ իրականությունը դա է։ Հայաստանի վարչապետի եւ Վրաստանի նախկին նախագահի քաղաքականության մեջ ահռելի մեծ է տարբերությունը։ Հաջորդը Վրաստանը շատ մեծ ահռելի առաջընթաց գրանցեց մերձենալով Եվրամիության եւ Միացյալ Նահանգներին։ Մի քանի օր առաջ ես Քոբոլեթիում էի, սա Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների, բազմաթիվ, կարծես փոքրիկ Հայաստան լիներ այս օրերին Քոբոլեթին, այդքան շատ զբոսաշրջիկներ կային Հայաստանից, եկել են հանգիստը վայելում են մարդիկ եւ ես համոզված եմ, որ նրանք բոլորը ականատես են լինում, թե որքան է զարգացել Վրաստանը։ Միայն Բաթումին տեսեք, թե ինչ մեծ զարգացում է ապրել եւ այդ ամենը միայն ու միայն արևմուտքի հետ մերձենալու շնորհիվ է։ Վրաստանի տնտեսության մեծությունը, Վրաստանի պետական մարմինների այդպիսի բարձր աշխատանքի որակ, ընդհանուր առմամբ Վրաստանի զարգացումը ապահովել է Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները։ Այդ ուղղությունը, ինչ է ասում Մեդվեդևը, ոչ ոք չի հասկանում։ Եվ այդ ամենը հիմնականում տեղի ունեցել 2008 թվականից հետո։ 2008 թվականից հետո, այսինքն այնպես չի եղել, որ Վրաստանին խաբել են եւ Վրաստանը հիմա թեր զարգացած երկիր է։ Վրաստանը դարձել է շատ արագ զարգացող երկիր։ Մի փոքր կարող է վերջին 2 տարիների ընթացքում տեմպը նվազեց, դա էլ է ցավոք սրտի զգացվում, ինչը որ ճիշտ է պետք է մենք ասենք, բայց ինչ է ուզում ասել Մեդվեդևը։ Վրաստանը դարձավ Եվրամիության տեխնացու երկիր։ Ոչ ոք այս պահի դրությամբ չի խլել Վրաստանի ձեռքից տեխնացու լինելու իր կարգավիճակը։ Վատ են հարաբերությունները Եվրամիության հետ, դա ժամանակավոր է։ Միանշանակ ամիսներ անց կամ թեկուզ եւ տարիներ անց Վրաստանը այս կետի շատ ավելի արագ հնարավորություն կունենա անդամակցել Եվրոպական միությանը։
ՆԱՏՕ-ի մասով չեմ ուզում ոչինչ ասել, քանի որ ՆԱՏՕ-ի ճակատագիրը հիմա ոչ մեկի համար պարզ չէ, բայց Հայաստանը չի էլ ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին։ Սա էլ արի փաստենք։ Նա այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Մեդվեդևը, եւ սա կրկին ու կրկին սպառնալիք է Հայաստանի հասցեին, եւ մենք տեսնում ենք, թե ինչ է ուզում ստանալ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից, կրկին ու կրկին մեկ անգամ եւս տեսնում ենք դա, բայց ամենակարևորը գիտեք որն է, ասում է արևմուտքը օգտագործեց Վրաստանին եւ կողքի գցեց, ինչը միանշանակ չի համապատասխանում իրականության։ Վրաստանին կողքի չի գցել արևմուտքը, ոչ Եվրամիությունը, ոչ Միացյալ Նահանգները եւ ոչ էլ ՆԱՏՕ-ն։ Ես գիտեմ, թե ինչ տարաձայնություններ կան այսօր Վրաստանի եւ Եվրամիության միջև, դա լրիվ այլ հարց է, բայց դա սուտ է, ճեչացող սուտ, որ Եվրամիությունը հրաժարվել է Վրաստանից։ Եվ դա սուտ է, որ հիմա իբր Հայաստանին օգտագործելու են ընդդեմ Ռուսաստանի, ինչպես հայտարարում է Մեդվեդևը։ Նման բան չի եղել եւ նման բան գոյություն չունի։ Բայց իրենց համար շատ հարմար է այդպիսի հայտարարություններով հանդես գալ եւ ցավոք սրտի արիք մեկ բան նույնպես արցանագրենք, քանի որ դա փաստ է, որ Հայաստանի իշխանությունների պրագմատիկ ճկուն քաղաքականությունը հավասարակշռված հայտարարություններով հաստատի նույն արժեքը ունի, ինչը որ նախկինում արել է Միխայել Սաակաշվիլին հայոյելով Ռուսաստանի Դաշնությանը։ Այսինքն հայոյանքները Ռուսաստանի Դաշնության հասցեին եւ Հայաստանի իշխանությունների հավասարակշռված բալանսավորված քաղաքականությունը հաստատի ցավոք սրտի Ռուսաստանի Դաշնության աչքերում նույնն են, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը ուզում է գուբերնիացում Հարավային Կովկասի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի գուբերնիզացիա է ցանկանում Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ եթե դու չես ենթարկվում իրենց, որպես գուբերնիա ուզում ես պրագմատիկ քաղաքականություն վարիր, ուզում ես շատ բարի հայտարարություններով ամեն օրվա ռեժիմով հանդես եք, միևնույն է։ Իրենք այդ ձևի քաղաքականություն են վարելու քո նկատմամբ։ Հիմնականում հայսկանը Հայաստանի եւ Վրաստանի մասով հիմա առաջարկում է մի քանի բառով անդրադառնալ Ուկրաինային։ Եվ Ուկրաինայի մասով ամենակարևոր տեղեկությունը, որը որ մենք երեք ստացանք, Միացյալ Նահանգների Սենատը մեծամասնությամբ ընդունեց արդեն հանգուցյալ Լինսի Գրեմի դժոխային պատժամիջոցների նախագիծը 86 կողմ 11 դեմ ձայներով։ Հիմա տեսա տարբեր կարծիքներ, կա խոսք որ ներկայացուցիչների պալատը պետք է ընդունի բանաձև, կա կարծիք որ Թրամփը պետք է ստորագրի այդ փաստաթուղթը։ Սա հնարավորություն է տալիս Միացյալ Նահանգների նախագահին այս որոշումը, որ 100%-անոց մաքսատուրքեր կիրառի այն երկրների նկատմամբ, ովքեր որ նավթ կձեռք բերեն Ռուսաստանի Դաշնությունից, եւ հիմնական թիրախները Չինաստանը եւ Հնդկաստանն, հիմնական վտանգը այդ երկրների համար է։ Սա բավականին մեծ եւ կարեւոր իրադարձություն է, բայց նույն ժամանակ չեմ ցանկանում շատ երկար կանգնել այդ իրադարձության վրա, իրականում հետագայում կերևա թե ինչքան մեծ ազդեցություն կունենա այդ որոշումը։ Սակայն մեկ բան փաստ է հիմա։ Ռուսաստանի Դաշնությունը կարողանում է անխոչնդոտ հարվածներ հասցնել ուկրաինական քաղաքներին եւ հատկապես Կիևին։ Հիմնական թիրախը Կիևն է եւ բազմաթիվ մարդիկ են զոհվում մշտապես։ Այսօր առավոտ տեսա, որ նոր հարվածը տեղի ունեցել 3 հոգի զոհվել է, 3 հոգի վիրավոր է, սա առավոտյան տվյալներ էին։ Կարծում եմ հնարավոր է զոհերի թիվն էլ ավելացել, վիրավորների թիվն էլ նույնպես։ Այստեղից մենք կարող ենք մեկ ենթադրություն անել եւ սա փաստացի ընդունում են նաեւ Ուկրաինայի իշխանությունները, իրենք էլ իրենց հայտարարությունների մեջ դա խոստովանում են, որ այլևս Ուկրաինան ի վիճակի չէ պաշտպանել սեփական օդը։ Այլևս չկան Patriot հրթիռները, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանել իր օդը, ինչպես որ դա անում էր շատ էֆեկտիվ ձևով նախկինում։ Անտեսնում եք ինչ է փոխվել
ռուս-ուկրաինական պատերազմում։ Ուկրաինան կարողանում է շատ ցավոտ եւ հերահար հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքում։ Այսօր էլ նոր նավթավերամշակման գործարան են նրանք խոսել Սամարայում իմիջայլոց կրկին նավերի են կարողացել հարվածել ուկրաինացիները Սև ծովում 8 օրերի ընթացքում 12 նավ է ոչնչացրել Ուկրաինան հուլիսի 6-ից մինչև այսօր ընդհանուր առմամբ 218 նավ պատկերացնում եք չէ թվերը Ազովի ծովում եւ Սև ծովում 218 նավ հուլիսի 6-ից մինչև այսօր ոչնչացրել է Ուկրաինան։ Սա ամենաթարմ տվյալներն են։ Ահա այս ձևը փոխվել պատերազմի բնույթը։ Ռուսաստան անխոչնդոտ կարողանում է հրթիռներով հարվածներ հասցնել Ուկրաինային, իսկ Ուկրաինան էլ ինչ որ չափով անխոչնդոտ հերահար հարվածներ է հասցնում Ռուսաստանի խորքում։ Վալբերես ընկերության մասին կարելի է արդեն կամաց մոռանալ, շատ քիչ երևի պահեստներ մնացին, որոնք որ հասանելի չեն ուկրաինական դրոնների համար, հիմնականում արևմտյան շրջաններում Ռուսաստանի ահռելի մեծ զարար կրեց այդ ընկերությունը, ինչ վերաբերվում է նավթի վերամշակման գործարաններին, դրանց մասին արդեն քանի ամիս է մենք խոսում ենք։ Մենք կարևոր տեղեկություն էլ հաղորդում է Bloomberg-ը Ուկրաինայի մասով, որ Միացյալ Նահանգները վերջապես կարողացան համոզել Ուկրաինային, որպեսզի Ուկրաինան հարվածներ չհասցնի ղազախական նավթին, այս մասին մենք նույնպես խոսել էինք, Ռուսաստանի տարածքով Ղազախստանը նավթ է տեղափոխում մինչև Սև ծով, եւ Սև ծովից արդեն Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, եվրոպական երկրները իրենց մեծ նավերով այդ նավթը տեղափոխում են իրենց երկրներ։ Եվ Ուկրաինան հարված էր հասցրել, հիշում եք, չէ՞, խոսել ենք այս մասին։ Այդ նավերին թեթև շատ հարված էր, միանգամից հանգցրել էին Ղազախստանը արդեն դադարեցնում էր նավթի արտահանումը այդ գծով եւ հիմա Միացյալ Նահանգները խնդրեցին Ուկրաինային, որպեսզի Ուկրաինան այլևս նման հարվածներ չհասցնի ղազախական նավթին։ Ուկրաինայի մասով այսքանը, ինչ կա մերձավոր արևելքում։ Խոսենք մի քանի բառով Իրանից եւ մերձավոր արևելքից։ Իրանից ասեմ միանգամից։ Արիք երկար չխորանանք, քանի որ շատ կարևոր տեղեկություններ չկա, տարբեր հայտարարություններ Թրամփի կողմից Իրանից հիմա հիմնական հարցը Հորմուզի նեղուցն է, կենտրոնում են բոլորը այդ հարցի վրա, բայց փորձում է Իրանը իրեն առաջ տանել։ Միացյալ Նահանգները փորձում են նույնը անել իր շահերին համապատասխան, ցավոք Միացյալ Նահանգները, քանի որ ազատ երկիր են, բաց քննարկում են, որ ռազմական պաշարների խնդիր ունեցավ Միացյալ Նահանգները, հրթիռների խնդիր, այսինքն եթե մի քանի օր քննարկում էին այս հարցը, հիմա ավելի են ակտիվացել այդ քննարկումները, ավելի նոր մանրամասներով եւ այլն։ Բայց նույն ժամանակ տեղեկություն կա, որ Միացյալ Նահանգները բազմաթիվ նոր ինքնաթիռներ է տեղափոխել մերձավոր արևելք եւ ինչ որ լուրջ գործողությունների է պատրաստվում հենց Հորմուզի նեղուցի վրա։ Այդ ամենակարևոր տեղեկությունը, որին որ ես երեք չանդրադարձա, բայց շատ իզուր, դա Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Պակիստանի միջև ռազմական դաշինքի կնքելու մասին կարևոր տեղեկությունն է։ Հաստացի այդ 3 երկրները մեծ ռազմական դաշինք ձևավորեցին ՆԱՏՕ-ի սկզբունքներին շատ մոտ ռազմական դաշինք։ Ես նախկինում չէի պատկերացնում, որ Սաուդյան Արաբիան արաբական երկիր լինելով այդպիսի հարաբերությունները կարող է խորը ձևավորել Թուրքիայի հետ, բայց հիմա տեսնում ենք, որ փաստ է Պակիստան, Սաուդյան Արաբիա եւ Թուրքիա։ Պակիստանը միակ մահմեդական ատոմային տերությունն է, Սաուդյան Արաբիան ունի հսկայական փող հնարավորություններ, իսկ Թուրքիան, ինչպես տեսնում ենք, սկսել է արտադրել զենք, հատկապես անօդաչու թռչող սարքեր, անօդաչու ինքնաթիռներ եւ շատ մեծ ներդրումների կարիք ունի Թուրքիան այսօրվա պարագայում իր այդ արտադրությունների մեջ եւ լավ հնարավորություն է այդ դաշինքով ապահովելու ֆինանսական միջոցներ իրենց ընդհանուր ռազմական հնարավորությունները հիմա 1 միլիոնից ավել զինվորական են, ատոմային զենք եւ անսպար ֆինանսական հնարավորություններ։
Ահա այսպիսի մեծ մի դաշինք ձևավորվեց Մերձավոր Արևելքում, սա ինչ որ չափով դեմ է նաև Իրանին, Իրանից արդեն հայտարարություններ են հնչել, ասել են, որ Սաուդյան Արաբիային ոչ թե ռազմական դաշինքներ են պետք, ոչ թե ռազմական դաշինքները կփրկեն, այլ կփրկի իր քաղաքականության փոփոխությունը, իր քաղաքականության փոխելը։ Սա շատ կարևոր եւ հետաքրքիր ակնարկ էր, հայտարարություն էր Իրանի կողմից, պետք է մեկ բան էլ հասկանալ։ Կարճաժամկետ առումով միանշանակ դա ձեռնտու է Միացյալ Նահանգներին, քանի որ սա հիմնականում կարող է աշխատել ընդդեմ Իրանի, չնայած որ Թուրքիան ինչ որ միտեղ պաշտպանեց Իրանը, որպեսզի Իրանը չփլուզվի։ Բայց երկարաժամկետ առումով սա կարող է նաև դուրս գալ ընդդեմ արևմուտքի, ոչ միայն Իրանի, այլ նաև ընդդեմ արևմուտքի կարող է աշխատել եւ կրկնեմ, շատ հետաքրքիր դաշինք է, մեր մասով ոչինչ չունեմ ասելու, շատ մեծ երկրներ են մտնում խաղի մեջ եւ սա տեղի ունենում ցավոք սրտի մեր տարածաշրջանում։ Մինչ այլոց Պակիստանի դեսպանը հետաքրքիր հայտարարություններով էր հանդես եկել, եթե չեմ սխալվում, Պակիստանի դեսպանը Ռուսաստանի Դաշնությունում, նաև Հայաստանի մասով, շատ դրական մեսեջներով էր հանդես եկել Հայաստանի հասցեին։ Հիմնականում ահա այսքանը սիրելի հայրենակիցներ, բավականին երկար հաղորդում ստացվեց, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։